Վրաստանի խորհրդարանի նախագահը հիշեցնում է Ֆրանսիայի նախագահին Վրաստանի և Ֆրանսիայի աշխարհագրական դիրքի ու պատմության մասին և խոսում այն աշխարհաքաղաքական որոշումների մասին, որոնք պահպանել են մեր երկրի խաղաղությունն ու կայունությունը։ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում գրում է, որ Ֆրանսիայի ծայրահեղ արևելյան սահմանից մինչև Ռուսաստանի ծայրահեղ արևմտյան սահմանը 3500 կիլոմետր է, իսկ օկուպացիոն գծից մինչև Վրաստանի գլխավոր տրանսպորտային զարկերակը 500 մետր։ Այս ծանր շոշափելի և աշխարհագրական տարբերությունը մեզ և Ֆրանսիային դնում է լիովին տարբեր իրավիճակների մեջ։ Սա տարբերություն է նրանց տեսական հռետորաբանության և մեր իրական պատասխանատվության ծանրության, աշխարհաքաղաքական հայտարարությունների և աշխարհաքաղաքական որոշումների միջև։ 2022 թվականին հարցը միայն մեկն էր, այդ անխուսափելի օրը, որի մասին արդեն լսում ենք նաև նախագահ Մակրոնի շուրթերից։ Վրաստանը կհանդիպեր ավերված և ոչնչացված վիճակում, թե մենք կսովորենք մեր փորձից և ուրիշների կեղծ պաթետիկային հետևելու փոխարեն կնախընտրեինք մեր ուղին։ Հենց այստեղ անցավ սահմանը հայրենիք չունեցողների և հայրենասերների միջև։ Առաջինները ուրիշի դրոշն ու օրհներգը իրենցը դարձրին։ Սկզբում իրենք հավատացին, հետո էլ ուրիշներին էին համոզում, թե ռումբերի անձրևը խաղաղության ամոթից ավելի լավ է։ Գրում է Շալվա Պապուաշվիլին և նշում, որ Վրաստանի իշխանությունը զգուշացել է սեփական ժողովրդի կյանքի համար, քանի որ հայրենասիրությունը ոչ թե բարձրագոչ լոզունգներում է, այլ պետական պատասխանատվության մեջ։ Աշխարհագրությունը չես կարող փոխել, ոչ էլ պատմությունը կարող ես ջնջել։ Ով նայում է այս ճշմարտության աչքերին, նա պատերազմին չի ծառայում և պաշտպանում է երկիրը։ Հենց այս ընտրությունն է կատարել Վրաստանը, գրել է խորհրդարանի նախագահը։ ԵԱՀԿ-ի տեղեկությամբ Վրաստանի վերաբերյալ Մոսկվայի մեխանիզմի փորձագիտական առաքելությունը աշխատանքը սկսում է այսօրվանից։ ԵԱՀԿ-ի էջում տարածված հայտարարությունում նշված է նաև էլեկտրոնային հասցե, որտեղ հնարավոր է ներկայացնել ցանկացած համապատասխան տեղեկատվություն։ Հիշեցնենք, որ Վրաստանի նկատմամբ Մոսկվայի մեխանիզմը ԵԱՀԿ-ի 24 անդամ երկրներ ակտիվացրել են հունվարի 29-ին և պահանջել փորձագիտական առաքելության ստեղծում։ Նշված հարցը գնահատել են քաղաքական սպեկտրում։ Վրաստանի նախկին նախագահը հայտարարություն է արել Վրաստանի ձմեռային օլիմպիական հավաքականի վերաբերյալ և կոչ արել աջակիցներին տարանջատվել օլիմպիական հավաքականի կազմից։ Ամոթալի է գեղասահքում Վրաստանի կազմը, կոչ եմ անում աշխարհին չընկալել այս հավաքականը որպես Վրաստանի ներկայացուցիչ։ Կոչ եմ անում վրացիներին տարանջատվել նրանցից, գրում է Սաակաշվիլին։ Նաև նրա խոսքով օլիմպիական խաղերին ներկայացված 8 մարզիկներից 6-ը Ռուսաստանի բնակիչներ են, Ռուսաստանի սպորտի մաս են կազմում կամ սերտորեն կապված են օկուպանտ երկրի հետ։ Ինչպես Սաակաշվիլին է գրում, բացման արարողությանը Վրաստանի դրոշը դուրս է բերել Էթեր Թութբերիձեի դուստրը, որը, ինչպես նա է նշում, Պուտինի ջերմ աջակից է և արդարացնում է Ուկրաինայի դեմ պատերազմն ու Վրաստանի օկուպացիան։ 28-ամյա ուսուցիչ Գիգա Ավալյանի սպանության գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Պատճառը մեղադրյալներին ներկայացված նոր մեղադրանքն է։ Դատախազի խոսքով նոր առանձնացված գործով խոսքը վերաբերում է խմբակային բռնության կազմակերպմանը և դրան մասնակցելուն, ինչի հետևանքով մեղադրյալների մեղադրանքը խստացվել է։ Քննությունը կրկին ընթանում է։ Պետական մեղադրողի խոսքով հարյուրավոր քննչական գործողություններով հաստատվում է, որ Գիգա Ավալյանի նկատմամբ իրականացվել է խմբակային, նախնական համաձայնությամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել, ինչը հանգեցրել է մահվան։ Գիգա Ավալյանի մահվան գործով իրավապահները ընդհանուր առմամբ ձերբակալել են 4 անձի՝ Ալեքսանդրե Գաբաշվիլիին, Դեմետրե Չիքովանիին, իսկ Գյորգի Ռիկաձեին դատախազությունը մեղադրանքը խստացրել է։ Ավալյանի վրա հարձակումից բացի դատախազությունը նրանց մեղադրում է նաև խմբակային գործողություն կազմակերպելու և մասնակցելու մեջ, որն ուղեկցվել է բռնությամբ։ Մեղադրանքի ապացուցման դեպքում նրանց սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ Կոալիցիա փոփոխությունների համար առաջնորդ Նիկա Գվարամյան ազատ է արձակվել կալանքից։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկը լքել է 8-ամսյա կալանքից հետո։ Նրան բանտի մոտ դիմավորել են համախոհներն ու ընտանիքի անդամները։ Լրատվամիջոցների հետ մեկնաբանությունում նա խոսել է ընդդիմության միասնության անհրաժեշտության մասին։ Նիկա Գվարամյանի նկատմամբ 8 ամսով ազատազրկումը կայացվել էր 2025 թվականի հուլիսի 1-ին, խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայացնելով
կայանալու պատճառով։ Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը նախատեսում է Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 30,000 լարիի գրավ, որը նա օրենքով սահմանված ժամկետում չի վճարել։ Ժամկետի ավարտից հետո գրավը փոխարինվել է կալանքով։ Ուկրաինայի նախագահը հերքել է տեղեկությունը, թե ԱՄՆ-ն սպառնում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներից հրաժարվելով, եթե երկրում չհայտարարվի նախագահական ընտրությունների ամսաթիվը։ Մենք կանցկացնենք ընտրություններ, երբ կլինեն անվտանգության բոլոր համապատասխան երաշխիքները, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նաև մերժել է Կրեմլի առաջարկը Մոսկվա մեկնելու բանակցությունների համար եւ նշել, որ պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգների առաջարկին հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ ցանկացած տարածքում, բացառությամբ Ռուսաստանի եւ Բելարուսի։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Եվրոպային ստեղծել միասնական էներգետիկ շուկա։ Ինչպես նշել է Էմանուել Մակրոնը, նման միասնական էներգետիկ շուկայի ստեղծման համար անհրաժեշտ են մասշտաբային ներդրումներ էներգետիկ ցանցերում եւ ինտեգրված ընդհանուր ցանցի ձևավորում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեպուլը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայի երկրները պետք է ուժեղացնեն ջանքերը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարում։ Վադեպուլը գործընկերներին կոչ է արել աջակցել Ուկրաինայում պատերազմի ավարտին։ Գերմանիայի արտգործնախարարի խոսքով նա Կենտրոնական Ասիայի երկրներից գործընկերներին խնդրել է սերտ համագործակցել Եվրամիության հետ։ Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն աշխատանքային հանդիպում է անցկացրել Թբիլիսիի ոստիկանության վարչության ղեկավար անձանց հետ։ Հանդիպման ժամանակ նախարարը աշխատակիցներին ներկայացրել է վարչության նորանշանակ փոխտնօրեն Թեյմուրազ Կուպատաձեին եւ մաղթել հաջող գործունեություն։ Թեյմուրազ Կուպատաձեն զբաղեցնում էր ներքին գործերի նախարարության պահպանության ոստիկանության վարչության նախագահի պաշտոնը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Գեորգի Ալադաշվիլին։ Ներքին գործերի նախարարության, կենտրոնական քրեական ոստիկանության վարչության եւ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները կանխել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ներմուծումը Վրաստան։ Թմրանյութերի հանցագործության մեղադրանքով ոստիկանության կողմից ձերբակալվել է Իսրայելի եւ Ռուսաստանի 2 քաղաքացի։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մեղադրյալների անձնական եւ ձեռքի ուղեբերի ստուգման ժամանակ իրավապահները առգրավել են տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր, առանձնապես խոշոր չափերով։ Բացի այդ, ՆԳՆ-ի աշխատակիցները խոշոր չափերով թմրամիջոցի բազմակի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացման աջակցելու մեղադրանքով ձերբակալված անձի անձնական խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են 9 փաթեթավորված իրացման համար պատրաստ նոր հոգեակտիվ նյութ, այսպես կոչված բիո։ Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։